Կգնայինք փափուկ, խելացի եւ փոխշահավետ ապահարզանի ճանապարհով։ Ես համաձայն չեմ նաեւ ապահարզան ձևակերպման հետ։ Եվրամիություն թե Եվրասիական տնտեսական միություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հորդորում է Հայաստանի իշխանություններին արագ կողմնորոշվել։ Եթե Երևանը շուտ որոշում կայացնի Մոսկվայի հետ ապահարզանը մեջբերեմ քաղաքակիրթ կլինի։ Это не наше дело, но в принципе это вполне было бы логично провести референдум и спросить у граждан Армении. Մեր գործը չէ, բայց միանգամայն տրամաբանական կլիներ անցկացնել հանրաքվե եւ հարցնել Հայաստանի քաղաքացիներին, ինչպիսին կլինի նրանց ընտրությունը։ Դրան համապատասխան մենք էլ համարժեք եզրակացություններ կանեինք եւ կգնայինք փափուկ, խելացի եւ փոխշահավետ ապահարզանի ճանապարհով։ Կրկնելով նախորդ ամիսներին Կրեմլից պարբերաբար հնչող թեզը, թե Հայաստանը ԵԱՏՄ-ից մեծ օգուտներ է ստանում, Վլադիմիր Պուտինը հաղթանակի օրվա միջոցառումների ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում նույնիսկ ժամկետներ նշեց։ Այս հարցը կարելի է ներառել ԵԱՏՄ առաջիկա մայիսի 28-ին ու 29-ին կայանալի գագաթնաժողովի օրակարգում։ Պուտինը հորդորեց հաշվարկներ անելու, ինչպես արդեն ամիսներ շարունակ իր ենթականերն են սպառնալից հայտարարություններ անում, խոսեց Ուկրաինայի մասին։ Իսկ ինչից սկսվեց այս իրավիճակը Ուկրաինայում։ Եվրամիությանը անդամակցելու փորձից։ ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովին վարչապետ Փաշինյանը չի մասնակցելու, Աստանա կմեկնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Արձագանքելով Պուտինի հայտարարություններին, Փաշինյանն այսօր կրկնեց արդեն 1 տարի շարունակ կրկնվող իր թեզը. Հայաստանը որոշում կկայացնի, երբ պահը հասունանա։ Այժմ եւ առաջիկա շրջանում Երևանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու անհրաժեշտություն չունի։ Ես համաձայն չեմ նաեւ ապահարզան ձևակերպման հետ, որովհետեւ ես ազգային ժողովում եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ, ես ձևակերպման հետ համաձայն չեմ։ Հայաստանի Հանրապետությունը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ եւ ելի եմ ասում, քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, մենք չենք պատրաստվում որևէ այդպիսի հարց դնել նաև հարակվե կանենք այն պահին, երբ որ դրա օբյեկտիվ անհրաժեշտություն լինի։ Փաշինյանը դարձյալ հայտարարեց. Երևանը Ռուսաստանի շահերը վնասելու նպատակ չունի։ Մենք չենք ներքաշվելու վիճաբանության լեզվակռվի մեջ եւ մենք բոլոր հարցերը քննարկելու ենք աշխատանքային պայմաններում առանց լրացուցիչ նյարդի։ Պաշտոնական Մոսկվան ել ավելի սրեց խոսույթը ու սկսեց կոշտ հայտարարություններ անել անցած շաբաթ եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ միջոցառումներից հետո։ Տնտեսական հնարավոր հետևանքների վերաբերյալ սպառնալիքներից զատ Մոսկվան օրերս նաև Հայաստանի անվտանգությանն անդրադարձավ, պնդելով, թե մեջբերեմ Եվրամիությունը ծրագրում է Հայաստանը կտրել հուսալի անվտանգության համակարգից։ Հույս ունենք, որ Հայաստանի ղեկավարությունը չի հարմարվի օտար աշխարհաքաղաքական խաղերին եւ առաջնահերթ կհամարի երկրի երկարաժամկետ ազգային շահերը։ Հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքը խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագրի ընդդիմադիր հիմնական մրցակիցների ծրագրերի առանցքային դրույթներից է։ Եվ Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստանը, եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքը եւ գործարար Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը Մոսկվայի հետ հարաբերությունները վերականգնելու մասին են խոսում։ Հիմա ամեն մեկը նայեք ձեր շրջապատում, թե քանի հոգի են իրենց ընտանիքի բարեկեցությունը ապահովում Ռուսաստանի հետ հարաբերությունների շնորհիվ։ Օրինակ Մարտունուց, քանի մարդ է աշխատում Ռուսաստանում։ Քոչարյանն օրինակ Երևանի քայլերը արկածախնդրություն է համարում։ Ռուսաստանը մեծ երկիր է, շատ համբերատար, բայց մի գիծ կա, այդ գիծը որ անցնում են, այլևս չի ներում։ Գագիկ Ծառուկյանն էլ տնտեսական հնարավոր հետևանքների մասին է խոսում։ Մի հատ Եվրոպան եկավ օդի մեջ, Մակրոնը այսօր կա, վաղը չկա։ Հիմա Մակրոնի վրա մենք հույս ենք դնում։ Երևանում կայացած գագաթնաժողովից հետո Բրյուսելը վերահաստատեց, աջակցում է Հայաստանի եվրոպական ձգտումներին։ Նիկոլ Փաշինյանը սակայն այդպես էլ չհստակեցրեց։ Երևանը պատրաստվում է Եվրամիությանն անդամակցության հայտ ուղարկել, թե ոչ։